Քաղաքական մեծամասնության խաղաղությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է 3 ժամը մեկ ստատուս գրել, որ պատրաստ եմ ստորագրել այդ փաստաթուղթը, եւ Պաշտպանության նախարարությունն էլ 3 ժամը մեկ երգում է, որ ապատեղեկատվություն է տարածում Ադրբեջանը։ Հիմա եթե այս երկու մեր քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացուցիչներն ասում են, որ կարող է երկու երկրների միջև հարաբերություններ կարգավորել եւ միևնույն ժամանակ դու օնլայն ռեժիմով տեսնես, թե ինչպես են քո հայրենակիցներին դատում, դա ուղղակի այլասերված պատկերացում է խաղաղության մասին։ Քո հայրենակիցների ճակատագիրը չի կարող լինել սենց են, որ հիմա ինչ անենք, գնանք Ադրբեջանին այս հարցով դիմենք, իրանք էլ ոչինչ չանեն, դա սկզբունքային հարց է։ Քո տարածքների հարցը սկզբունքային հարց է։ Երբ որ ասում է, որ որևէ դիմահարևան երկրների նկատմամբ հավակնություններ, ռևանշիստական շատ լպրծուն դերակատարների գործունեության արգելում, վաղը Հայաստանում որևէ քաղաքացի ինձանից սկսած վերջացրած մեր ապագա երեխաները այս թղթով հնարավորություն չեն ունենալու ասել, գիտես 23 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում էթնիկ զտում ա եղել, արցախցիներին տեղահանել են եւ արցախցիները պետք է վերադառնան Արցախ, որովհետեւ ասել են հոպ Մանուկյան գեղամը ռևանշիզմը քարուզում, իսկ մենք Ալիևի հետ ստորագրել ենք մի թուղթ, որը արգելում է ռևանշիզմը ու քաղմասը ոստիկանը թակելու է իմ մյուս հազարավոր տասնյակ հազարավոր մարդկանց դռներ։ Այս բոլոր գրակոծները պատկերացնում ենք, չէ, հեռանկարն ինչն է։ Եթե ապաշրջափակման հիմնական խնդրի մասին սկզբունքային համաձայնություններ առած չէ այս փաստաթղթում, ինչ խաղաղության մասին եք խոսում։ Եթե այդ պայմանագրով նախատեսված չէ ադրբեջանական զորքի դուրս բերում Հայաստանի Հանրապետության տարածքից, ապա ինչ հարց է լուծում այդ պայմանագիրը։ Եթե այդ պայմանագրում եւ որևէ կետ չկա Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման մասով, ապա այդ դեպքում հարց է առաջանում այդ պայմանագիրն առհասարակ ինչի մասին է։ Նախնական տարբերակում այս իշխանություններն առաջարկում էին պայմանագրում նշել X թվականի քարտեզ։ Դա էլ է դուրս մնացել։ Բոլոր այն խնդիրները, որոնք կոնֆլիկտոգեն են, այդ բոլորը դուրս են մնացել ու ոչ մի հարց չի կարգավորվում։ Հայաստանում կան երկու տեսակ падգամավորներ, թե Նիկոլ Փաշինյանը որոշում է, որ Հասմիկ Հակոբյանը կարա ծանոթանա, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը չեն կարող։ Վերջական տարբերակին ծանոթանալը էական այլևս նշանակություն չունի, որտեղ այն բոլոր մտահոգությունները, որ մենք ունենք, այդ բոլոր մտահոգությունները այդ թղթի մեջ մենք տեսել ենք։ Որն է ձեր մտահոգությունը։ Ասենք հայցեր հետ քաշել։ Որովհետև Հայաստանը շատ ավելի զորավոր դիրքերում է։ Ադրբեջանը ասում է միլիարդավոր դոլարների փոխհատուցում ենք պահանջելու Հայաստանից։ Եվ հետո այդ հայցերով։ Հետո մենք միջազգային իրավունքի մասնագետներին հարցրեք, ովքեր կարող են այսօրվա դրությամբ կշռել հայկական հայցերն են զորավոր թե ադրբեջանական։ Այսինքն մի երկիր կա, որ էթնիկ զտում է իրականացրել, եւ դա Հայաստանը չէ, դա Ադրբեջանն է։ Այսինքն մեր հիմնական խաղաքարտը եւ նաեւ թույլ պետության տեսանկյունից է դա կարեւոր խաղաքարտ։ Հիշում եք այն իրավիճակը, երբ Հռոմի ստատուտը պետք է ընդունել, բա տեսեք, ընդունեցինք, հեսա գնում ենք ինչեր ենք անում, քանի հայց կա միջև այսօր ներկայացված։ Հայաստանն է, որ կարիքը ունի այդ գործիքակազմի։ Հիմա ինչպես ռազմի դաշտում են մեզ զինաթափել, հիմա նաեւ դիվանագիտական դաշտում են մեզ զինաթափել։ Իսկ գիտեք, որ Գորիսում ադրբեջանցիներ մոլորվել, մենք ձերբակալել ենք ու որպես բարի կամքի դրսևորում հանձնել ենք Ամերիկայի։ Նոյեմբերի 9-ով նախատեսված էր, որ բոլոր գերիների դիմաց պետք է տրվեն։ Այս իշխանությունները տրամադրել են բոլոր ադրբեջանցիների ռազմագերիներին, մեր ռազմագերիները շարունակել են գտնվել Բաքվի բանտում։ Դրանից հետո նույնիսկ հանցագործ ադրբեջանցիներին տվել են, չեն ստացել մեր ռազմագերիներին։ Վերջին նախորդ տարվա ընթացքում եղել է հերթական ադրբեջանցի դիվերսանտ, ով կապանու մարդ է սպանել, նրան էլ են տվել։ Պարոպանից ստատուս է գրում, Ալիև ջան, ուզում եմ ստորագրեմ։ Դա նույնիսկ հասել անդե, որ ասում չի բացառում միակողմանի ստորագրեմ, իսկ գիտեք ինչ է դառնում։ Նիկոլ Փաշինյանը դնում է ստորագրությունը, Ալիևը այնտեղ չի դնում, ասում է լավ ստորագրությունը դրել եմ, եկեք ես կետերը կատարեմ։ Ասում է ես պատրաստ եմ ստորագրել, չի ասում միակողմանի ստորագրությունը, ասում եկեք կետերը կատարեմ։ Այնտեղ դիտորդներ կան եվրոպացի, որ քաղաքացիական պայմանագիրը համարում էր հայ ժողովրդի փրկություն։ Դիտորդներն ասել է դիտորդները Սյունիքից հետ եկեք, Երևանի կենտրոնում բան արեք, կառավարության շենքի դեմը դիտարկում արեք։ Պաստար կա բերում, որ ամերիկացին, եվրոպացին, չգիտեմ, Անտարկտիդայի պինգվինները ողջունել են։ Այդ մարդկանցից մարդ թղթի կտոր չի կարդաց։ Այդ թղթի մեջ գրածել էր, որ Երևանի կառավարության շենքի վրա Ադրբեջանի Երևանի կառավարության շենքի վրա Ադրբեջանի դրոշ ծանվելու է։ Էլի ողջունել են։ Ազնիվ եղավ Գերմանիան։ Մարդը այն տիկին ավելի ջի։ Աննալենա Բերբոկը։ Տիկինը ասეთ, պարզ ասეთ, Հայաստանի խիզախ զի, չում, այս թուղթը ստորագրելուց հետո պայմանական որևէ հարցում Հայաստանը եւ Ադրբեջանը իրար հետ չեն համաձայնվում։ Որևէ դրույթ
չհամաձայնվեն, ինչ են անելու, ով է լինելու այդ ճիշտն ու սխալ որոշողը կամ հաշտեցնողը։ Խայտարակություն է, որ մարդիկ ասում են նորմալ է, որ Մինսկի խումբը պետք է չեղարկի, որովհետև միջնորդը մեզ պետք է, որ Նիկոլ Փաշինյանը այդ 3 ժամը 1 ավարտում եմ, գրում է, ես պատրաստ եմ ստորագրման, ես պատրաստ եմ ստորագրման։ Ինքը ում համար է այդ մեսեջը գրում? Ադրբեջանը գիտի, իսկ դու միջնորդ թողել ես, որ գոնե SMS-ը իրեն վերաբերել։ Ադրբեջանը այս թղթով որոշում է Հայաստանի Հանրապետության ամբողջ անվտանգային համակարգը, երբ որ արձանագրում է, որ սահմանին որևէ երրորդ երկրի ուժ չի կարող։ 2020 թվականի պատերազմից հետո ներքին հանդից մինչև ոսկեպար ռուս սահմանապահներ էին տեղակայված եւ բանակցությունների ընթացքում հաշվի առնելով, որ Ադրբեջանն առաջարկում էր եւ կամ պահանջում էր այս կետը, որ երրորդ ուժի ներկայացուցիչներ չպետք է լինեն Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով, ռուս սահմանապահներն այնտեղից գնացին։ Այստեղ ես ուզում եմ կարևոր ռեմարկա անել։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է իր վերաբերմունքն ունենալ ռուս սահմանապահների գործունեությանը, եվրոպացի դիտորդների գործունեությանը։ Հարցը սա չէ։ Հարցն այն է, որ նման հարցադրումները քննարկվում են, բանակցվում են Ադրբեջանի հետ եւ Ադրբեջանի պահանջով է, որ որոշվում է Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանի երկայնքով ով պետք է լինի եւ ով պետք է չլինի։ Դիցուկ պայմանական վաղը շոկոլադային հարաբերություններ են հաստատվում հապկի մեջ։ Նիկոլ Փաշինյանը դե սովոր է մի քանի տարվա մեջ շաբաթը մեկ ռուսներից նեղանում է, հետո գնում է ինգեր Պուտին եկեք բարիշենք։ Վաղը մեկ է Նիկոլ Փաշինյանը իրավիճակից ելնելով հապկի հետ համաձայնություն գոյացավ։ Ինչ անելու հապկի շրջանակներում պայմանական եմ ասում։ Վաղը կամ հիմա շատ է մոդա, չէ՞, եվրոքվեների ՆԱՏՕ ենք ընդունում։ Վաղը ընդունվեց ՆԱՏՕ Հայաստանը, ՆԱՏՕ ընդունվեց։ Ո՞վ մեկ էլ զորավարժություն պետք է լինի։ Հայաստանի Հանրապետության սահմանով, այս թղթով, այլևս զրկված է լինելու Հայաստանի Հանրապետությունը ինքը որոշի։ Մեր ապագա երեխաները, որը դառնալու են Հայաստանի ղեկավար, իրենք զրկվելու են հնարավորությունից այլևս որոշելու Հայաստանի սահմանում, սահմանից այս կողմ, որտեղ սահմանն ասածն էլ շատ հարաբերական է։ Սյունիքը, երբ որ պատկերացնում ենք, Սյունիքի մեջտեղը կանգնած երկու կողմից սահմանն է։ Այսինքն Ադրբեջանը խնդիր ունի մեկ այլ Պակիստանից օրինակ ուժերների իր սահմանին տեղակայել, սա լուրջ եք ասում։ Հաշվի առնելով Ադրբեջանի կարողությունները, Թուրքիայի Շուշի հռչակագրով ամրագրված դրույթները, ինքը չի, որ կարիքն ունի երրորդ ուժի ներգրավվածության։ Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունն է այսօր, որ կարիք ունի այլ միջազգային ակտորների ներուժի ամփոփման։ Մեր առաջարկն այն է, որ մենք իսկապես գնանք ոչ թե խաղաղության իմիտացիա եւ իլյուզիա վաճառելու տրամաբանության ճանապարհով, այլ գնանք հարցեր լուծելու ճանապարհով։ Ես ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին։ Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքական ուժ, որևէ քաղաքացի պատերազմ չի ուզում։ Ստում են բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են, որ եթե սա չստորագրենք, եթե բոլոր պահանջներին չհամաձայնենք Ադրբեջանի, նշանակում է մենք պատերազմ ենք ուզում։ Մենք պատերազմ չենք ուզում։ Մեր ասածն այն է, որ կան ֆունդամենտալ հարցեր, որոնք պետք է լուծվեն, ֆունդամենտալ։ Եվ այդ ֆունդամենտալ հարցերը չեն ներառված այս պայմանագրում, որը խաղաղության պայմանագիր կոչելը մեղք է։